Հարգելի հեռուստադիտողները, մենք շարունակում ենք աշխատել Ծիծեռնակաբերդի բարձունքից։ Միայն ապրիլ ամսին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտն ունեցել է 10-ից ավելի ցուցադրություն ու ոչ միայն Հայաստանում, այլև տարբեր երկրներում։ Թե որ երկրներում ընդհանրապես ինչ ծրագրեր են իրականացնում թանգարանը ոչ միայն ապրիլին, այլ ամբողջ տարվա ընթացքում, մեզ կպատմի թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը։ Շնորհակալություն զրույցի հրավերն ընդունելու համար, Տիկին Գզոյան։ Ընդհանրապես միայն ապրիլ ամսին է ակտիվանում թանգարանում ծրագրերը, միջոցառումները, թե ամբողջ տարվա ընթացքում եք փորձում պահել այդ ակտիվությունը։ Իրականում ամբողջ տարվա ընթացքում ենք փորձում պահել, քանի որ աշխատանքները ամբողջ տարվա ընթացքում են տեղի ունենում, մեր հյուրերը ամբողջ տարվա ընթացքում են գալիս, սակայն այս տարի նաև պայմանավորված 110-ամյակով դրանք էլ ավելի շատ են եւ մենք փորձել ենք բաժանել ամբողջ տարվա ընթացքում, որպեսզի այս մեկ տարվա ընթացքում ավելի շատ պահենք եւ մեր հանրության եւ նաեւ միջազգային հանրության ուշադրությունը հայոց ցեղասպանության թեմայի վրա, օգտվելով այն հանգամանքից, որ այս տարի նշում ենք ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Ու ինչ ծրագրեր կառանձնացնեք, 3 թանգարանում բացվեց նոր ցուցադրություն, որը թերևս բացառիկ էր, կպատմեք այդ ցուցադրության մասին։ Այո, քանի որ 110-րդ տարելիցին էր նվիրված ցուցադրությունը, այն փորձեցինք իրոք բացառիկ անել եւ իր թեմատիկ առումով եւ խորության, մասշտաբների եւ նյութի առումով, ուրեմն մեր ցուցադրությունը վերնագրված էր փաստագրելով հանցագործությունը, հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները, մի քանի մեսեջ էինք իրականում ուզում ուղղել հանրությանը, նախ եւ առաջ շեշտելով, որ չնայած մենք հայոց ցեղասպանությանը վերաբերում ենք որպես պատմական իրողություն, դա առաջին հերթին հանցագործություն էր, միջազգային հանցագործություն, եւ ուզում ենք նաեւ իրավական առումով ուշադրություն հրավիրել ցեղասպանության ուսումնասիրությունների վրա, այնուհետև ուղերձ էր աշխարհին ցույց տալու համար, որ հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում էին գտնվում հարյուրավոր օտարերկրացիներ, ովքեր իրենց աչքերով տեսան հայերի սարսափները եւ չլռեցին, չվախեցան խոսել եւ փաստագրել ցեղասպանության արհավիրքները եւ ցուցադրության միջոցով ցույց ենք տվել նրանց հուշերը, գրքերը, որոնք տպել են իրենց ականատեսի վկայությունների հիման վրա, լուսանկարները, որոնք արվել էին հայոց ցեղասպանության տարիներին, նամակները, որոնք գրվել էին, զեկույցները, որոնք ուղղվել էին տարբեր երկրների կառավարություններին, այսինքն աշխարհը տեղյակ էր ինչ էր կատարվում Օսմանյան կայսրությունում հայերի դեմ, որոշ անհաջող փորձեր եղան օգնելու հայերին, սակայն ցավոք սրտի չկարողացան դադարեցնել հայերի դեմ կատարված հանցագործությունը։ Այս մի քանի ուղերձներն էր, որ ցանկանում էինք մեր ցուցադրության միջոցով հասցնել աշխարհին։ Բայց այս տարի նաև այլ երկրներում եւս կազմակերպվել են ցուցադրություններ, որ երկրներում ու հիմնականում ինչ շեշտադրումներով են այդ ցուցադրությունները։ Քանի որ մեր փորձը, այսպես ասած, ցույց տվեց, որ ցավոք սրտի տարբեր տեղերում առերեսվում ենք հայոց ցեղասպանության մասին կամ մակերեսային գիտելիքի կամ ընդհանրապես գիտելիքի բացակայության մասին, աշխարհում հիմնականում գիտեն, որ հայերի հետ տեղի ունեցել ցեղասպանություն, սակայն մանրամասներին տեղյակ չէին, եւ այդ պատճառով նախորդ տարի դեռևս նախապատրաստեցինք ցուցադրություն, որը ընդհանուր հայոց ցեղասպանության մասին էր, եւ այդ ցեղասպանության մասին ցուցադրությունը առաջարկեցինք տարբեր հայկական կազմակերպությունների, մեր ներկայացուցչություններին ամբողջ աշխարհում, տարբեր հայկական մարմինների առաջարկելով, որ իրենց երկրներում կազմակերպեն ցուցադրություններ, եւ բավական լավ արձագանք ունեցանք տարբեր երկրներից, ցուցադրությունը վերցրեցին, այնպես էինք պայմանավորվել, որ ցուցադրությունը անգլերեն լեզվով էր նախապատրաստվել, բայց հնարավորություն կար այն թարգմանել ուրիշ լեզուներով եւ ամեն երկրում իրենց հասանելի լեզվով ներկայացնել ցուցադրությունը։ Մի քանի երկրում այս մի քանի օրերին տեղի կունենա հենց այդ ընդհանրական ցուցադրությունը։ Բավական մեծ երկրներում կարող ենք նշել։ Այո, բավական մեծ ակտիվություն կար Ռուսաստանից այս տարի մեր հայկական համայնքի կողմից 3 մեր ցուցադրությունը ռուսերեն լեզվով թարգմանված բացվեց Մոսկվայի հայկական թանգարանում, այսօր հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքների հետքերով ցուցադրությունը, որ էլի թանգարան ինստիտուտներ նախապատրաստել, կբացվի Սանկտ Պետերբուրգում, հետո Ռոստովում վերցրեցին մեր
հայկական համայնքից եւ եւս մի քանի քաղաքներից արդեն թարգմանված տեքստերը վերցրեցին եւ այս մի քանի օրվա ընթացքում կցուցադրվեն։ Ցուցադրություն կլինի նաեւ Լեհաստանում, նորից հայկական համայնքի ջանքերով։ Մի քանի օր առաջ ցուցադրություն բացվեց Բուխարեստում, որը նվիրված էր հայ կանանց, նրանց դերին ցեղասպանության ժամանակ, ներկայացնելով հայ կնոջը որպես զոհ եւ միաժամանակ որպես հերոս, որը օգնեց վերակերտել ազգը ցեղասպանությունից հետո։ Համեմատական մի ցուցադրություն էլ նախապատրաստել էինք Ռուանդայի հայոց ցեղասպանության եւ հոլոկոստի ժամանակ կանանց դերակատարության մասին Զորյան Կանադայի ինստիտուտի հետ համատեղ։ Նրանք ապրիլի սկզբին ցուցադրությունը ցույց տվեցին Արիզոնայի պետական համալսարանում եւ ցուցադրությունը պետք է շրջի Ամերիկայի, Կանադայի մի շարք քաղաքներում եւ հույս ունենք այդպիսի պայմանավորվածություն կա, որ ցուցադրությունը կգնա նաեւ Բրազիլիա։ Այս երկրները, հատկապես Բրազիլիան, խիստ կարևոր են նաև մեր ուրեմն նյութը այնտեղ հասցնելու տեսանկյունից, կապերը նոր են ստեղծվում եւ շատ կարևորում ենք այս բոլոր քայլերը։ Ապրիլի 29-ին ցուցադրություն կունենա, ցուցադրության բացում կլինի Աբովյան քաղաքում։ Այսինքն Հայաստանում եւս փորձել ենք տարբեր կետերում կազմակերպել։ Այո, այս տարի որոշեցինք, որ ցուցադրություններ անենք նաև մեր մարզերի հայրենակիցների համար եւ Աբովյան քաղաքում, մի քանի օր հետո ապրիլի 30-ին Գյումրիում ունենք հայոց ցեղասպանության մեր պատրաստած ցուցադրության եւ Գյումրիի մեր երկու գործընկեր թանգարանների հետ համատեղ կունենանք հայոց ցեղասպանության մասին Կումայրի թանգարանն է եւ իրենց երկրագիտական թանգարանը, որտեղից եզակի նմուշներ ենք գտել ցեղասպանությունը վերապրածների կողմից նվիրաբերված դեռ 1920-ական թվականներին եւ այդ ցուցանմուշները ցույց կդրվեն մեր հայրենակիցներին, բացառիկ հետաքրքիր նյութեր են եւ օգտվելով առիթից, եթե Գյումրիից հայրենակիցներ կան, որ լսում են մեզ, կոչ կանեմ անպայման այցելել եւ դիտել ցուցադրությունը ու նախնական պայմանավորվածություն ունենք նաեւ ցուցադրություն կազմակերպել Գորիսում հունիսին, դեռ աշխատանքները ընթացքի մեջ են։ Հաշվի առնելով, որ սերունդներ են հիմա բաժանում վերապրածների հետ, արդյոք կապը Սփյուռքի հետ, թանգարանի կապը, ակտիվության կապը թուլացել է թե չէ։ Չէ, բացարձակ չի թուլացել ու ես կարծում եմ, որ երբեք չի թուլանա, որովհետև հայոց ցեղասպանությունը դա այն է, ինչ որ կապում է համայն հայությանը, կապում է բոլորիս իրար հետ շատ խիտ կապերով եւ այցելություններ Սփյուռքի մեր ուղակի հայրենակիցների կողմից եւ Սփյուռքի կազմակերպությունների կողմից նրանց հետ էլ ունենք տարբեր ծրագրեր, համագործակցություններ, կրթական ծրագրեր ենք փորձում իրականացնել, այսինքն նաեւ այս ուղղությամբ փորձում ենք ակտիվացնել մեր կապերը։ Իսկ թանգարան այցելությունները այդ թվում նաև պատվիրակություններ, հատկապես այս օրերին։ Թանգարանի այցելությունները ասեմ, որ բավական մեծ են, շատ են, տարեկան սովորաբար մինչև 100,000 այցելու ենք ունենում եւ երբ որ նայում եմ դրսի վիճակագրական տվյալները, մեր թանգարանը Հայաստանի 3 ամենաայցելվող թանգարաններից մեկն է։ Եվ կարծում եմ, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ, ով լինում է Հայաստանում, անպայման գալիս է հայոց ցեղասպանության թանգարան, որպեսզի ավելի լավ հասկանա մեր պատմությունը, մեր ինքնությունը, քանի որ կարծում եմ իրենց ներկայացվում է, որ հայոց ցեղասպանությունը հայերի ինքնության անբաժան մասն է։ Ասեմ, որ աշխարհագրությունը մեր այցելուների բավական ընդլայնվել է, վերջին տարիներին շատ զբոսաշրջիկներ ենք ունենում Ֆիլիպիններից, Հարավային Կորեայից, Չինաստանից, այնպես որ անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի նաև ցեղասպանության մասին գրքեր եւ մեր ցուցադրության տեքստերը նաև իրենց լեզուներով ներկայացնենք եւ անցյալ տարի բավական լավ համագործակցություն ունեցանք Բրյուսովի լեզվաբանական համալսարանի հետ եւ իրենց ուսանողների եւ դասախոսների ջանքերով մեր թանգարանի աուդիոգիդերի տեքստերը թարգմանվեցին չինարեն եւ կորեերեն եւ շատ շուտով մենք կարողանանք նաև մեր զբոսաշրջիկներին իրենց հասանելի լեզուներով ներկայացնել թանգարանը։ Մինչ այդ 5 լեզուներով արդեն իսկ կար, չէ՞, ճիշտ գիտեմ։ Այո, կար, մենք ունենք գիդեր, ովքեր որ էքսկուրսավարներ, ովքեր որ ներկայացնում էին, բայց անցյալ տարի թանգարանը ունեցավ նաև աուդիոգիդեր
այս պահին ունենք ֆրանսերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով։ Վերջ մի երկու օր առաջ համագործակցության հուշագիր կնքեց թանգարանը Գերմանիայի դեսպանատան հետ եւ դեսպանատունը կֆինանսավորի նաեւ մեր աուդիոգիդերի տեքստերի գերմաներեն թարգմանությունը, նաեւ թանգարանի պատկերագրքի գերմաներեն թարգմանությունը, որպեսզի կարողանանք նաեւ բավարարել մեր գերմանացի այցելուների պահանջները եւ իրենց լեզվով մատչելի ներկայացնել։ Այդ աուդիոգիդերի հանգամանքը մեծ ձեռքբերում էր թանգարանի համար, քանի որ պահանջարկը կար եւ վերջապես կարողացանք իրագործել ծրագիրը։ Տիկին Գոզոյան, հասարակության մեջ կա տպավորություն, որ հնարավորինս քիչ է հիմա փորձ արվում ավելի միջազգային ճանաչելիություն տալ, հիշեցնել, բարձրաձայնել այն, ինչ տեղի ունեցել մեզ հետ 110 տարի առաջ։ Նման քաղաքականություն վարվում է արդյոք, թանգարանը զգում է նման քաղաքականություն իր աշխատանքներում, իր կադրերի համալրման համատեքստում, ֆինանսավորման գուցե համատեքստում։ Ես կասեի ընդհակառակը, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը երբեք այսքան շատ պետական աջակցություն չի ստացել, որքան որ ստանում ենք վերջին տարիներին։ Մի քանի թիվ եմ ուզում նշել, անցյալ տարի մենք մեր բյուջեի մեջ այսպես տող էինք ավելացրել, պետությանը խնդրելով ֆինանսավորել արխիվներ ձեռք բերելու մեր գործընթացը եւ պետությունը ավելացրեց մեր ֆինանսավորումը հենց այդ ուղղությամբ։ Այս պահին թանգարանում մոտ 30 գիտաշխատող է աշխատում, որը մեծ թիվ է թանգարանի համար։ Եթե չեմ սխալվում, այսքան մեծ թվով գիտաշխատողներ չենք ունեցել առնվազն վերջին տարիներին։ Կարողացանք նոր բաժին բացել, Հայոց ցեղասպանության իրավական ուսումնասիրությունների բաժին, ընդունել նոր միջազգային իրավունքի մասնագետներ, որ երբևէ չենք կարողացել մեզ թույլ տալ։ Եվս մի գիտական խումբ բացեցինք, որը նոր ուղղություն է սկսել ուսումնասիրել մինչ ցեղասպանական պատմությունը Օսմանյան կայսրությունում, միսիոներների արխիվներ եւ այլն, այսինքն գիտական ուղղվածությամբ խոշոր ծրագրեր ունենք, նաեւ ունենք մի շարք դրամաշնորհային ծրագրեր գիտության պետական կոմիտեից։ Թանգարանը երբեք այսքան թվով դրամաշնորհներ չի ունեցել, ինչը ենթադրում է, որ մեր գիտնականները հնարավորություն են ստանում ակտիվորեն զբաղվել գիտությամբ, մեկնել արտասահման, մասնակցել գիտական միջոցառումների, ներկայացնել մեր տեսակետները, արխիվներ ձեռք բերել, այսինքն հնարավորությունները բավական շատ են։ Ինչ վերաբերում է այցելություններին, դա էլ եմ ուզում շեշտել, պետական այցելություններին, քանի որ դրանք կազմակերպվում են պետության կողմից, ոչ թանգարանի, նախորդ տարի 70, մյուս տարի 64 պատվիրակություն ենք ունեցել, որը աննախադեպ թիվ է եղել թանգարանի պատմության մեջ, արդեն այս մի քանի ամիսների ընթացքում 10-ից ավել պատվիրակություններ են եղել, պատվիրակությունների այցը կազմակերպվում է պետական գերատեսչությունների կողմից, պատվիրակությունների աշխարհագրությունն է ընդլայնվել, ասենք գալիս են երկրներից, ովքեր երբևէ թանգարանում չեն եղել։ Առաջին անգամ են ընդհանրապես լինում։ Այո, ասիական երկրներից հետաքրքրություն եւ ինչ է նշանակում նոր գիտելիք, փաստեր ցեղասպանության մասին, որտեղ կիմանան ճանաչելիությունը ավելի կդարձակվի։ Իսկ Թուրքիայից այցելություններ լինում են, ոչ թե թուրքահայեր, այլ հենց թուրքերը գալիս են թանգարան ուսումնասիրությունների կամ ամեն տարի որոշակի թվով թուրք այցելուներ ենք ունենում, դրանց թիվը մինչև 300-ն է հասնում կամ 400, պահպանվում է հիմնականում այդ թիվը։ Նախորդ տարիների համեմատ տարբերությունը երևի այն էր, որ մեր աշխատակիցները նկատել էին, որ այս տարի օրինակ գալիս են ընտանիքներով, որը առաջ երբևէ չի եղել, առաջ հիմնականում տղամարդիկ էին միայն այցելում, հիմա լինում են, որ ընտանիքներով են գալիս են իրական փաստագրված պատմությանը ծանոթանալու։ Գրառումներ անում են Մատյանում։ Չեմ նկատել, եթե անկեղծ ձեզ ասեմ, կարծում եմ այտենց հետք չթողելու խնդիր կա նաև իրենց պարագայում, չեմ կարծում, որ իրենց երկրում կողջունեն, որ իրենք այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին խոսելը օրենքով արգելվում է, այնպես որ վստահ չասեմ, բայց կարծում եմ, որ չեն թողնում։ Այս օրերին նաև կարևոր իրադարձություն է տեղի ունենալու։ Մենք թանգարան այսօր, եթե չեմ սխալվում, նոր հուշապատի մոտ նոր հուշատախտակ է ավելացնելու։ Կպատմեք։ Այո, շնորհակալություն, որ հիշեցրեցիք, որովհետև կարծում եմ, որ 110-ամյակի մեր կարևոր իրադարձություններից են լինելու։
հուշահամալիրի անբաժան մասը հուշապատն է, որի հետևի մասում մենք ունենք հուշատախտակներ, որոնք նվիրված են այն անձանց, ովքեր որ Օսմանյան կայսրությունում չվախեցան իրենց բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ հայերի դեմ իրականացվող ցեղասպանության եւ փորձեցին օգնել հայերին։ 17 հուշատախտակ ունենք հուշապատին այս պահին եւ 110-ամյակի կապակցությամբ եւս 2 հուշատախտակ կավելացվի այս տարի։ Առաջինը ենթադրաբար հունիսի 24-ին կլինի Ռաֆայել Լեմկինի հուշատախտակի ավելացումը, արդեն ըստ ավանդույթի հող է բերվում այդ անձանց գերեզմանից, որը դրվում է փոքր տարայի մեջ եւ տեղադրում ենք պատի մեջ, որից հետո հուշատախտակը հողը արդեն վերցվել է գերեզմանից Նյու Յորքից եւ հունիսի 24-ին այդ օրը Ռաֆայել Լեմկինի ծննդյան օրն է եւ կլորամյակ է, մենք ուզում ենք այդ միջոցառումները այսպես կապել իրար։ Ինչի է կարևոր ունենալ Ռաֆայել Լեմկինին պատի վրա, ուրեմն Ռաֆայել Լեմկինը այն անձն էր, ով ստեղծեց ցեղասպանություն բառը եւ նաեւ ցեղասպանության կոնվենցիայի ճարտարապետներից մեկն էր եւ ցեղասպանության կոնվենցիան եւ բառը ստեղծելուց նա բազմաթիվ հղումներ է արել հայոց ցեղասպանությանը 1921 թվականին, երբ Գերմանիայում տեղի էր ունենում Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, Լեմկինը երիտասարդ ուսանող էր, Լվովի համալսարանում էր սովորում եւ ինքը հետևում էր դատավարությանը եւ հաճախ իր պրոֆեսորի հետ քննարկում, թե ինչպես է հնարավոր, որ մեկ մարդուն սպանողը մարդասպան է, իսկ երբ որ այդ մեկ մարդը մի ամբողջ ժողովուրդ է բնաջնջել, չկա որևէ օրենք, որով հնարավոր լինի դատել նրան եւ դեռ երիտասարդ տարիքից մտածում էր հայերի, հայոց ցեղասպանության մասին եւ այն անհրաժեշտության մասին, որ պետք է ունենալ օրենք ցեղասպանությունները դատապարտող եւ ի վերջո նրան հաջողվում է 1948 թվականին հասնել նրան, որ Միացյալ Ազգերի կազմակերպությունը ընդունում է ցեղասպանության կոնվենցիան։ Լեմկինի արխիվներում բազմաթիվ հիշատակումներ կան հայոց ցեղասպանության մասին, նա բացահայտ ասում է, որ հայոց ցեղասպանությունը եղել է բացի հոլոքոստից այն ցեղասպանություններից շարքում, որը որ ստիպել է նրան մտածել հանցագործության մասին եւ ստեղծել այդ բառը եւ դա հնարավորություն կտա մեր հյուրերին ներկայացնել Լեմկինին եւ հայոց ցեղասպանության ազդեցությունը նրա վրա։ Հաջորդ մարդը, ով որ կավելացվի այս տարի հուշատախտակին, ֆրանսիացի ադմիրալ Լուի Դարտիշ դե Ֆյուրմեն է, ով Մուսա Լեռան ինքնապաշտպանության ժամանակ իր որոշման շնորհիվ հնարավոր եղավ փրկել շուրջ 4000 հայերի, այսինքն որպես զինվորական նա նամակ է ուղարկում Ֆրանսիա հարցնելու համար թույլտվություն, որպեսզի նավերը մոտեցնի եւ փրկի հայերին, քանի որ շուրջ 4000 հայ, ովքեր պատասպարվել էին Մուսա Լեռան վրա, օգնություն էին խնդրում եւ առանց պատասխանի սպասելու, քանի որ հասկանում է, որ իրավիճակը օրհասական է, ֆրանսիական ռազմանավերը մոտենում են Մուսա Լեռանը եւ փրկում հայերին, իր հուշերում նշում է, որ 2 ամիս հետո միայն գալիս է Ֆրանսիայից պատասխանը ու պատասխանը հետևյալն էր, իսկ որտեղ է Մուսա լեռը, այսինքն ադմիրալի այդ գործողությունների շնորհիվ մենք 4060 մոտ հայ կարողացանք փրկել, փրկված կյանք ունեցանք այդքան։ Եվ այս տարի ի հիշատակ, ի շնորհակալություն հայ ժողովրդի երախտագիտությունը հայտնելու համար մենք կավելացնենք նաև իր հուշատախտակը։ Տիկին Քզոյան, փորձելով ամփոփել այսօր որն է թանգարանի առաջնահերթությունները 110 տարի անց մեր ցավի մասին, ինչ շեշտադրումներով ենք փորձում պատմել ու որպեսզի հասցեատերերը, որոնք նոր սերունդներ են, որոնք գուցե շատ քիչ բան գիտեն, ավելի հասցեական իմանան, թե ինչ է տեղի ունեցել այդ առաջնահերթությունների ցանկը որն է թանգարանի համար։ Առաջնահերթությունները կապված են երևի մեր տարբեր գործունեության ոլորտների հետ։ Ու թերևս կրթական։ Այո, եթե օրինակ գիտական առումով դրանք գիտական հրապարակումներն են մեր, որոնք մեծամասամբ պետք է լինեն օտար լեզուներով, որպեսզի ավելի շատ լսարան ունենանք, մեր թանգարանային ցուցադրությունն է, որի միջոցով տարեկան 100,000 մարդ ենք կրթում եւ մեր կրթական ծրագրերը, որոնք որ ուղղված են ինչպես մեր հայ երեխաների կրթությանը, այնպես էլ փորձում ենք ծրագրել անել արտասահմանցիների հետ, որպեսզի նաև նրանց կրթական համակարգերում մտցվի հայոց ցեղասպանության մասին կրթությունը, որովհետև կարծում եմ, որ այդ գիտելիքն է այն ուժը, որը որ պահելու է այդ հիշողությունը ու նաև սովորեցնելու, կրթելու է մեր ապագա սերունդներին պայքարելու ցեղասպանությունների դեմ։ Ուզում եմ
եմ հիշեցնել, որ ցեղասպանության կոնվենցիան ոչ միայն պատժի մասին է, այլ կանխարգելման, եւ քանի որ գործ ունենք մասշտաբային հանցագործության հետ, այն կանխարգելելը ավելի հեշտ է, քան պատժելը։ Շնորհակալություն։ Ես զրուցում էի Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի տնօրեն Էդիթա Գզոյանի հետ։